Լոնդոնում BBC-ի շենքի դիմաց ոստիկանների հետ բախումների ժամանակ 5 մարդ է ձերբակալվել։ Ակցիայի մասնակիցները մեղադրել են բրիտանական աշխարհահռչակ լրատվականին կողմնակալության եւ իսրայելական քարոզի համար։ Տեսակ, մենք խաղաղ բողոքի ակցիա էինք իրականացնում։ Մի սիոնիստ մեզ նկարահանում էր։ Մենք նրանց ոչինչ չէինք անում։ Ոստիկանները ներխուժեցին եւ ուղղակի հափշտակեցին մարդկանց, նույնիսկ պարզաբանում չտալով, թե ուր են տանում։ BBC-ն քննադատության է արժանացել մի հոդվածի համար, որ սկզբում վերնագրված էր այսպես. Իսրայելը հարվածել է Գազայի հիվանդանոցին, հայտնում է Համասի կողմից վերահսկվող առողջապահության նախարարությունը։ Ես բողոքում եմ BBC-ից, որովհետև այդ լրատվամիջոցը բրիտանական պետության մասն է, որը մեղսակից ու պատասխանատու է Պաղեստինի օկուպացիայի համար։ Հրապարակումից ժամեր անց հոդվածի անունը փոխվել է, հիմա էջում ուրիշ վերնագիր է։ Իսրայելական օդային հարվածը ոչնչացրել է Գազայի վերջին գործող հիվանդանոցի մի մասը։ BBC-ն հայտնում է, որ վերնագիրը փոխվել է, երբ Իսրայելը հաստատել է, որ հարվածել է հիվանդանոցին։ Կիրակի առավոտյան են իսրայելական 2 հրթիռներ հարվածել հիվանդանոցի շենքին։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդները մնացել են փողոցում։ Սոցցանցերում օգտատերերը սկսել են համեմատել BBC-ի արձագանքները իսրայելա-պաղեստինյան հակամարտությանն ու ռուս-ուկրաինական պատերազմին։ 2 տարի առաջվա հոդվածներից մեկն այսպես է վերնագրված. Ուկրաինական պատերազմ, Ռուսաստանը ոչնչացրել է հիվանդանոցը վերջին հրթիռային հարձակման ժամանակ։ Մեկնաբանությունների դաշտում ընթերցողները պնդում են, թե BBC-ն երկակի ստանդարտներով է աշխատում, իսկ Գազայի հատվածում իրավիճակը շարունակում է ծայրահեղ մնալ։ Նեթանյահուն ապրիլի 12-ից ինտենսիվացրել է ռազմական ճնշումը։ Միայն վերջին մեկ օրվա ընթացքում 23 մարդ է զոհվել իսրայելական հարվածներից։ Մարիամ Ամիրջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։